Լեհեցանիվների պարկինգը ժողովուրդ։ Այս կողմից տեսեք ինչ շատ է։ Ռևետուալ գնումների եմ եկել, Ռևետուալը Ստրասբուրգ քաղաքի մոլերից է, եկել եմ գնումների, եթե հարմար պահ կլինի կնկարեմ։ Շատ սիրուն են զարդարել մոլը։ Մանգոյի պարուսակները։ Բան ունի հետը, շարֆիկ։ Զարդերից ականջողերը, ինչպես միշտ լոկանիկ, մանգոյի զարդերը շատ լոկանիկ են, իսկ զաղայինը էթնիկ են։ Ավելի պարտազողական, իսկ մանգոյի զարդերը ամեն ինչի հետ կարող ես համադրել։ Օրինակ սա մի մարգարտե վզնոցի հետ կամ փիրուզագույն վզնոցի հետ ավելի հետաքրքիր կլինի համադրությունը, շատ ավելի։ Մի քանի անգամ շահեկան կլինի ինչ-որ գունավոր քարերով վզնոցի կամ մարգարիտների հետ կրել այս վզնոցը։ Հետաքրքիր կնայի ու բազմաշերտ։ Այս մասից էլ շատ սիրուն մոլը։ Երեսուն եվրո արժի այս նաբորը, իսկ սա 35։ Տեսնենք ինչ կա մեջը։ Այս նաբորը արժի 71 եվրո զեղչով։ Կրեմնա ու օծանելիքը։ Այս օծանելիքը։ Տրիմոյի վրա դնելու համար շատ սիրուն է։ Քյութ է ուղղակի։ Այսինքն կարելի է վրայից բիժուներ կախել նույնիսկ, այստեղ մատանի դնել, շատ լավն է, որպես նվեր այսա։ Այս նաբորն է։
Ինչ սիրուն նվեր է, այս սրանք են մեջը։ Ընդամենը ինչ արժի, 12 եվրո, թե այս սրագինն է։ Սա դժվար 12 եվրո լինի։ Երևի 55 եվրո է։ Այո, 55 եվրո է։ Ահա այսպիսի զեղչ է Sephora-ի կողմից։ Բոլոր փաթեթները զեղչված են, ու գիտեք, միշտ փաթեթը դուխու գնից էժան է լինում, պլյուս դրան ինչ-որ կրեմ կամ էլիքսիր նվեր, եթե նկատել եք։ Ուղղակի նվերներ են պատրաստում, որպեսզի դուք ձեր հարազատներին ուրախացնեք կամ ինքներդ ձեզ, ինչու ոչ։ Այստեղ է սա ինչ լավն է։ Սա է գները։ Այս դուխու արժեքը 84 եվրո է, զեղչվել է 112-ից 84 է դառել։ Իսկ գուչին 129-ից 96, լավն են գները։ Մոտ մի 25% զեղչվել է։ Ամեն ինչի վրա կա, այս փաթեթների մասին է տոնական, համ գինահարմար է, արդեն դուխի պլյուս մինի դուխի վերսիան կամ ասենք դուխի պլյուս կրեմ էլիքսիր վերսիան, պլյուս դրան էլ մինուս 25% զեղչ։ Էլ չեմ ասում, որ օծանելիքի արժեքը առանձին ավելի թանկ է, քան նաբորինը, եւ զեղչն էլ որպես բոնուս շատ հարմար է։ Չկլամորնի շիշային ոսկեգույն եղունգների հետ էլ ոնց հասազում։ Շանելի տոնական փաթեթը, սիրուն է։ Շանել շանս։ Սա սովորական փաթեթն է, սա տոնական, նույն օծանելիքն է, գինն է նույնը։ Ինչ քյութ պլյոկա չէ, սուրճ, պլիտկա ու կրուասան պարուսակից կախելու, շատ լավն է, ուղղակի սա կախելուց կա միշտ մոտդ լինի սուրճ ու պլիտկա, թե չանդադ ուզես, այս նապաստար տեսակը, շունիկը, թերնիկը, բալը, այստեղ էլ Փարիզ, իմ նապաստակ գուպին, ինչ լավն է, սայնց լիքա հավես բաներ, ստվայձին ինձ միշտ հիացնում է իր ազարդերի լուծումները, փայլուն է, լույսի տակ տենց չի զգացում, փայլուն են կրիստալները։ Սա էլ է շատ էֆեկտի, չոկև, ոչ ստանդարտ, ոչ սովորական։ Ու հետաքրքիրը նա է, որ դուք կարաք ձեր ուզած ձևով սեղմեք այս պարանները։ Տեսնա սա իր կտականի է, թե մի որտեղից է կոչվում սա։
Այս սրանք փրոշներ են։ Երկու փրոշի համար լավ գինա 15 եվրո, AliExpress-ի գներն այլի գալիս հատը 7 եվրո չինական փրոշների գներինն է, բայց որակը ավելի լավն է։ Սիրուն փրոշներին ու իրար հետ կարելի է կրել։ Ես նապաստակը չի տեսել։ Բելոկ։ Սա էլ են փրոշներ, 3 հատ փրոշ է, մեկը կաշվից, 2 հատ մետաղական։ Շատ լավ է պատրաստված։ Տեսնում եք, որ փրոշները մոդայիկ են ու ակտուալ, բոլոր խանութներում առկա են ժամանակակից բժշկերիայի։ Եվս 3 փրոշ 12 եվրո, այսինքն հատը գալիս է մոտ ինչքան է 4, հա 4 եվրո։ Այս վերևինները փրոշներ են բոլորը։ Սա էլ բուլավկա փրոշներ ու այս փրոշները ուսի վրա որ կպցնում եք կամ բադալազկայի վզի հատվածում շատ սիրուն են, պետք են նայվում։ Ականջողերը դեռևս սաղկային թեման ակտուալ է։ Ակտուալ է նաև այս գույնը։ Մասիվ թևնոցներ, տեսնենք ինչ արժի այս թևնոցը 17 եվրո, նույնը Զարայում ավելի թանկ է։ Այս այա սիրուն։ Դիսկո թևնոցը։ Ու մի հատ է մնացել։ Դաշկայի զարդերն էլ են հետաքրքիր։ Ժամացույցը։ Շղթան տարբեր է երկու կողմերը, տեսեք։ Շատ սիրուն, նույնպես 12 եվրո, գլամուրնի է շատ այս թևնոցը, սիրուն է շատ։ Եղնիկները ինչ սիրուն են։
պախուարում եմ։ Պայուսակը ինչ լավն է, 30 եվրո արժի, ամեն մեկից մեկական օրինակ է։ Այ աչքերի բանը, որ փակի քնի աղջուկը, ինչ լավն են։ Դարձյալ 30, ու այս տարբերակը, սվիտերն էլ հագը, շարֆը, ինչ լավն են, դեղերի տաբլետ կան։ Բայց ինձ այսա որ եկավ այս պայուսակովը թիթիզը, շատ լավն է։ Արդեն պարֆում էլ ունեն, տեսնես լավն են սրանց հոտերը։ Ես գտնում եմ, որ դուխին մասնագիտացված խանութներից պետք է առնել, բայց ամենայն դեպս փորձեմ։ Հոտերը լավ է չէ, բայց շիշը սիրուն է։ Թևնոցը 16 եվրո է։ Ույն գնելի են բոլորը։ Սա 9 եվրո փղոսկրի իմիտացիան։ Սա 10, բայց միասին սիրուն կլինի, երկուսը իրար հետ կրել, առանձին տեսք չունեն։ Մատանիները համարներով են, M, L ու S։ Այս է ներքին։ Սա ինձ դուր եկավ։ Սոտոնած խաղալը կլինի։ Կլիպսներ են տեսնում եք, կլիպսներ նույնպես հարկա են ժամանակակից խանութներում։ Սա էլ է կլիպս։ Պայուսակները գրեթե նույն մոդելներն են, մի քիչ փոփոխած, միշտ նույն բաներն են լինում։ Տեսեք նման կտորից պայուսակների վրա սենց բրոշներ կպցնել շատ լավ իդեա է, դուք էլ կարող եք ձերը կպցնել։ 40 եվրո արժի պայուսակը։ Կտորից պայուսակներին ես միշտ կպցնում եմ բրոշներ, տեսեք իդեան, մանավանդ ջուկեր, փիթերներ։ Հետաքրքիր է ամեն դեպքում։ Այսա տեսեք ինչ փոքրիկ է, վինտաժային սթայլով, արժեքը 36։ Սրանք միշտ կան, այս կողմնական տարբերակները, նորությունները այս սրանք էին։